Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունները չեն սահմանափակվելու միայն մեկ պաշտոնյայով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի աշխատանքից եւ քննարկվում է վերջինիս պաշտոնից ազատելու հարցը։ Արմեն Սիմոնյանը համակարգում է նախարարության առանցքային ուղղություններից մի քանիսը՝ տրանսպորտի, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտները, սակայն մեր տեղեկություններով նրա աշխատանքը կառավարության ղեկավարի գնահատմամբ չի արդարացրել սպասումները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նոր գումարման ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը Չիլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ նա քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը, ինչն ինքնաբերաբար բացառում է նրա մուտքը նոր խորհրդարան։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ազգային ժողովի նախկին պատգամավոր Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մեհեր Սեթրակյանի հանրությանը հայտնի Թոխմախի Մահերի դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ 5 տարի քննվում է դատարանում, կրկին ընթացքի մեջ է։ Առնլուրեյեմին հայտնի դարձավ, որ գործի քննությունը կասեցված էր, քանի որ 2024 թվականին դատարանի որոշմամբ նշանակվել էր դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Այժմ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, ինչից հետո դատարանը վերաբացել է գործի քննությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ով է նա։ Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության եւ մասնավոր հատվածում կառավարման փորձ։ Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև 2004-ից 2007 թվականներին աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես առաջատար մասնագետ։ 2022 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։